Այսօր ցույց եմ տալիս, թե ինչպես հեշտ կարելի է հեռացնել խոզի աստրամսի ոսկորը։ Այս տարբերակով միսը ավելի լավ է համեմվում, հյութեղ ու փափուկ է ստացվում եւ ի վերջո ունենում է շատ կոկիկ ու գեղեցիկ տեսք սեղանի վրա։ Հիմնականում եփվելուց հետո ոսկորի կողքերը մնում են արյան հետքեր, այդ իսկ պատճառով ավելի երկար են եփում, որից էլ միսը ստացվում է ավելի պինդ եւ չոր։ Մեզ պետք է սուր ծայրով բարակ դանակ, քանի որ աշխատելու ենք միայն ծայրի հատվածով։ Միսը շրջում ենք հակառակ կողմի վրա, հեռացնում ենք ավելորդ ջլերն ու կտորները եւ սկսում ենք արդեն աշխատելը։ Սկսում ենք առանձնացնել ոսկորի ներքևի հատվածից։ Կարող եք նաեւ վերևից անել, բայց այս տարբերակով ավելի հեշտ է առանձնանում։ Դանակի սուր ծայրով շրջանաձև կտրվածքներ ենք անում եւ միսը առանձնացնում ենք ոսկորի վրայից։ Աշխատում ենք հենց անմիջապես ոսկորի վրա։ Մատներով շոշափելով գտնում ենք ոսկորի հիմնական մասը եւ դանակի ծայրով առանձնացնում ենք։ Այստեղ հիմնականում աշխատում ենք մատներով եւ դանակի սուր ծայրով։ Ոսկորը սովորաբար անցնում է կենտրոնով, կտրվածքը անում ենք հենց ոսկորի երկայնքով, չվնասելով միսը։ Եվ այսպես սկսում ենք կամաց-կամաց միսը անջատել ոսկորից, աշխատում ենք հենց ոսկորի մակերեսի վրա։ Այսպես առանց միսը վնասելու կամ քրքրելու առանձնացնում ենք ոսկորի վրայից։ Տեսեք ինչքան հեշտ է առանձնանում, միսը բացարձակ չի քրքրվում եւ պահպանում է իր տեսքը։ Անգամ ոսկորի վրա ոչ մի կտոր միս չի մնում։ Եթե այս տարբերակով կդժվարանաք հեռացնելը, կարող եք վրայի հատվածից գտնել ոսկորի ուղղությունը եւ փոքր կտրվածք անել։ Այդպես շրջանաձև կտրելով նորից կարող եք հեռացնել ոսկորը։ Այսպես միսը բարձրացնում ենք վերև եւ հեշտությամբ առանձնացնում ենք ոսկորի վրայից։ Տեսեք, արդեն ոսկորի մի մասը առանձնացել է մսից եւ մի գրամ միս չի մնացել վրան։ Հիմա պետք է գտնենք վերևի հատվածը եւ սկսենք այդտեղից առանձնացնելը։ Վերևի հատվածում ունենք նաեւ չալաղաջի մի կտոր, որը պետք է հեռացնենք ոսկորի հետ միասին։ Չալաղաջի հայերեն տարբերակը չգիտեմ, եթե գիտեք, գրեք մեկնաբանության բաժնում։ Կոնքած դրային ոսկորի վրայից հեռացնում ենք միսը։ Այստեղ էլ շատ հեշտ է աշխատելը, քանի որ հեշտությամբ առանձնանում է։ Այսպես նորից շոշափելով անջատում ենք միսը ոսկորի վրայից։ Երբ արդեն ոսկորը ամբողջությամբ ազատում ենք մսից, հեշտությամբ կարողանում ենք հանել այսպես քաշելով, ընդհանրապես թեթև շարժումով դուրս է գալիս մսի մեջից, տեսեք ինչքան հեշտ դուրս եկավ։ Իսկ մի գրամ միս վրան չի մնացել։ Իսկ այդ չալաղաջի հատվածը իհարկե դեն չենք նետում, պատրաստում ենք եւ վայելում ենք։ Ահա տեսեք ինչքան լավ պահպանվեց միսը։ Հավաքում ենք կողքերից, գեղեցկացնում ենք եւ արդեն թելով կապում ենք։ Տալիս ենք մեր նախընտրած ձևը։ Կարող եք հենց այդպես էլ թեթևակիորեն կապել կամ տալ կլոր տեսք, արեք այնպես ինչպես հարմար է ձեզ։ Միսը կապելուց հետո տեղափոխում ենք համեմված աղաջրի մեջ, կամ եթե դեռ շուտ է, տեղափոխում եք սառցեխցիկ, որից հետո կհանեք, որ կտնեք աղաջրի մեջ։ Ահա այսպես հեշտությամբ առանձնացրեցինք խոզի աստրամսի ոսկորը մսից։ Եթե դուք էլ ունենաք սուր ծայրով դանակ եւ մի փոքր համբերություն, ձեզ մոտ էլ հաստատ շատ հեշտ ու հանգիստ կստացվի։ Ոսկոր հեռացնելը բացարձակ դժվար չէ եւ ժամանակատար չէ, դուք էլ հանգիստ կարող եք անել։ Եվ ամանորի սեղանին կունենա գեղեցիկ տեսքով խոզի աստրամիս։ Իմ ալիքում կա նաեւ աստրամսի պատրաստման եւ մարինացման տարբերակները, հղումները կթողնեմ նկարագրության բաժնում։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվա այն պատրաստած տեսանյութը։ Դուք էլ փորձեք այս տարբերակով եւ կիսվեք ձեր կարծիքով մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսքանը, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։